Մայիսի 9 Շուշիի ազատագրության օր, որը կխորհրդանշե ամբողջ մեր Արցախը, մեր հաղթանակները, մեր ընկերների տապած արյունը, մեր ապագա հաղթանակների գրավականը, իմաստը, խորհուրդը այսօր չկա։ Դավաճան հայերը ձախեցին Շուշին, ասին Շուշի մեզ պետք է, Արցախը մեզ պետք է։ Դրանց մասին չեմ ուզեր անդրադառնալ, մենք բոլորս ալ գիտենք։ Մենք բոլորս գիտենք ինչ եղավ, ինչպես դավաճանեցին, ինչպես մեր հաղթանակները, մեր հպարտությունը, մեր ապագան հաղթանակները մեզնից գողացան։ Մենք բոլորս գիտենք, որ հաջորդ մեր հաղթանակները Արևմտյան Հայաստանը լինի, Արևելյան Հայաստան բռնակրաված հողերը, ճանապարհը գանցնի Երևանից եւ Շուշիից։ Այսօր մնացել է Երևանը։ Երևանից նորից մենք կհասնենք Շուշի։ Էլի ծանր վճարելով, էլի զոհեր տալով, բայց մենք բարդավոր ենք Շուշին, Արցախը հետ բերելու։ Այս պետական սև սադանան գուզե առնել մեր Գիլիկյան, այս պետական Փոզի տղա Նիկոլ Փաշինյանը գուզե առնել մեր ամեն ինչը, Արցախը արավ, հիմա էլ Հայաստանն ա ուզում առնել։ Հրամանդվեք, գարջ երկեմ երկը, դուք հասկացեք, ես քիչ ասեմ, դուք շատ հասկացեք։ Հրամանդվեք, որ գադարենք, ով պիտի դա հրամանը, ով այս իշխանությունից, այս սրիգաներից հետ գկա ասկայնական ղեկավարություն, որովհետև ուզե պիտի կա Հայաստանը թարերով ապրել է, հազարամյակներով ապրել է, կարդեսը փոքր ա եղել, կարդեսը մեծ ա եղել Հայաստանի, կարևորը հայ ժողովրդի գոյատևումն է եւ իր իղձերը իրագործելու գամքը, մենք ունենք այդ գամքը, մենք Արցախը նորից կբերենք։ Հրամանդվեք, որ գադարենք, Թուրքին բռնենք, ոտքեն գախենք, մորթը կերթենք, շուգան դանենք, հայ զինվորին փամփուշտ կնենք, մորթը կերթենք, ձախու հանենք, դաշնակցության փամփուշտ կնենք։ Դրեք ջան, մենք դերի դվովը չենք, մենք նորից վերադարձնելու ենք Արցախը, Շուշիով միջև Գուրքետ, ժամանակավոր մեր թշնամիները թող ուրախանան, ժամանակավոր թող հրճվեն, հայ թեմ խաղ չկա, մեզ պետք են ոչ Նիկոլ Փաշինյաններ, մեզ պետք են ասկայնական ղեկավարներ, ողջ ելնի մեր բանակը, ազատամարտիկները, հաջորդ իշխանության ժամանակ ամիջապես ես հավատում եմ մեր բանակը կվերագազմավորվի, որովհետև մեր հմուտ սպաները թեր ողջ են, մերած չեն, ինչպես ուժեղ բանակ ունեցել ենք, ակունքներում եղել են այդ մեր սպաները, թեր ողջ են, մի գոչով ետ կվերադառնան պաշտպանության նախարարություն, կվերադառնան իրենց աշխատանքին, պաշտոնին եւ մեր բանակը ամիջապես կվերականգնվի եւ ինչ մեզ են վախացնում
մի հատ օպերացիա 500 թուրք ասկեր, 1000 թուրք ասկեր, 2000 թուրք ասկեր ադրբեջանցի քերի գվերցնենք, տեսնեմ կփոխանագեն, թե չեմ փոխանագի։ Երես արան, լեզունին երգարեց մեր թշնամիներին, այս ամեն ինչը գանցնի, այս ամեն ինչը գհաղթահարենք, մենք չգիտեմ, ԿԲ-ի աբական ինչ է, ժեխերի աբական ինչ է, բայց մենք ասկայնականներս, մենք հաղթանագած, գրված դղերքը, մեր աբական ուրիշ է։ Չենք մերել միջև այսօր, բադրաստ ենք մերնելու կյանքերնից տալու, նորից ազատագրելու։ Եվ գկան նորերը, միշտ եկել է հայ ժողովրդի մեջ բայկարող նորերը, եկել են, հաղթել ենք ու գոյատևել ենք։ Նորից մենք հաղթալու ենք, հաղթելու ենք, Արցախը հետ ենք բերելու, առանց Արցախի չգա հզոր Հայաստան։ Ինչքան էլ մենք արյուն թափենք, զոհեր տանք, Արցախը մեզ օդի պես, ջրի պես պետք է։ Պատրաստ լինենք նվիրաբերվելու, զոհաբերվելու, վերադարձնելու մեր բադիվը, մեր հաղթանակը, մեր հպարտությունը։ Սիրում եմ բոլորիդ, հավատում եմ Հայաստանի ու հայազգի հզորացմանը և իր աբակային։ Շնորհակալություն, լավ մնացեք, շնորհավոր մայիսի 9-ը հաղթանակների դոնը, թող միշտ ապրի մեր հոգու մտքի մեջ, որպեսզի մենք այդ հաղթանակների օրինակով նորից վերանորոգվենք և վերականգնենք գործածը։ Շնորհակալություն։